Ողջույն հարգելիներս, ուրեմն մի քիչ անսովոր ինձ համար ֆորմատ այս եթերը, գիշերվա կեսին, գործից տուն եմ գալիս, բայց այնքան մեջս էփում, որ չեմ կարող մինչև առավոտ զսպեմ, առավոտն էլ սաղ նախ գիշերը չեմ կարող քնեմ, առավոտն էլ կարևոր գործեր կան անելուն, դրա համար կուզենայի հիմա ամեն ինչ ասել։ Ուրեմն երկու թեմայով եմ ուզում խոսալ, մի թեման, որ եկեղեցու հետ կապված, որ հիմա եկեղեցուն ես աջակցում եմ, եկեղեցու կողքին եմ, եւ երկրորդ թեման Սամվել Կարապետյանի մասին եմ ուզում խոսալ, երկու թեմաները շատ կարևոր այժմ այս պահին, ուրեմն սկսեմ եկեղեցուց, նախ այն բանով, որ երբ որ Նիկոլը արդեն սկսեց հարձակվել եկեղեցու վրա, Չուլան անվանելով, վեհափառին, պոռնիկ, եսի ինչ-որ տարբեր բաներով, վիրավորելով, ամեն ձև ուզենալով եկեղեցու վարկանիշը գցի, ու կողքից հազարատ չեմ, ինչ նուրբ անուն ասեմ, որ մարդիկ հայտնվեցին, որ իրանց խելոքի տեղ դնելով, ասում են, ախպեր ինքը եկեղեցուն չի կպնում, ինքը վեհափառին է կպնում, ու ընկել են զիբիլ մանր մունր բաների հետևից մոմա վաճառում, բիզնես ունի, երեխա ունի, արա ինչ ասես դնում հանում են, ու ասում են ախպեր մենք եկեղեցուն չեն կպնում, մենք Տեր Հայրին ենք, վեհափառին են կպնում, ախր ոնց դու կարաս էդի բոլորը իրարից անջատես, ես այդ մոմենտ ուզում եմ հասկանամ, դուք ոնց եք կարողանում իրար հետ էդի անջատել, էդի լրիվ մի կառույց է, դու ոնց հասկանաս, դու դնես ուզենաս քո եկեղեցու վեհափառին, կաթողիկոսին ուզում ես դու փալասի բան սարքես, պոռնիկ բան ինչ ասես, ու դու ասես ես եկեղեցուն չեմ կպնում, արա դու ինչքան պետքա ոչխար անասուն լինես, որ պրոստը կարանաս տարանջատես այդ ամեն ինչը, իրանք տարբեր մարդիկ են, եկեղեցին եկեղեցի է, դարերով եկած, իսկ եկեղեցու գլխավոր մարդով այդ ամեն ինչը կառավարում է, նշանակվել է, կարևոր չի ոնց հայկել, ինչ հայկել, հիմա ինքն է, դու փոխանակ նորմալ լավ բայս դնում ամեն ինչ ասում ես, մենք եկեղեցուն չենք կպնում, մենք Տեր Հայրին ենք կպնում, ամեն ինչ կանանք, մերեք քրվենք, լավ է քրվենք, ինչ ուզենանք ասենք, արա դու տեսլես տես մի հատ երկիր, որ ինքը իր եկեղեցու մարդուն, այնտեղ մուսուլմաններն իրանց, այնտեղ ինչ դնի ասի ախպեր ջան, էդ ինչ մի հատ դուք ջոկում եք ինչ ազգ եք դարել, ինչ ազգ եք դարել, որ դու դնում ես եկեղեցուն ամեն ինչ դնում ասում ես Տեր Հայրին, եկեղեցուն Չուլան ես ասում ես, հետո ասում ես ախպեր ջան, ես եկեղեցուն չեմ կպնում, ես Տեր Հայրին եմ կպնում, դու քո ես ճիշտ ասած թեմայով չի ուզում խոսալ, դու ասում եմ մի վիճի հիմարիդ հետ, թե չէ հիմարը քեզ կիչստի իր մակարդակին, ունդեղ քեզ կոչնչացնի։ Ես պրոստը ձեր անգրագիտության բանն եմ ուզում մի հատ նշեմ, որ դուք հասկանաք, որ դուք մյուս անգամ սենց բան չասեք։ Քո եկեղեցին արա, քո վեհափառը դու ամեն ձև պետք է բայց, եթե այդ մարդը երեխա ունի, դուք այդ ձեր հարցերը ուրիշ ձև պետք է լուծեք, ոչ թե ելնեք պոռնիկ սարքեք, այս սարքեք, այս ժողովուրդն էլ խելքները թրծրած կեսը, անգլեն ասեն դե ճիշտ ասում ու ինչ ատամ բան ունեն, մոմա ծախում է, սա ծախում, բիզնես անում, ախպեր ջան։ Ու դնեն ինչ ասես ասեն, մենք եկեղեցուն չենք կպնում, մենք Տեր Հայրին ենք կպնում։ Ես ձեր իշն եմ ասել, արա ես կարդում եմ ձեր կոմենտները, դուք ինչ եք գրում, ինչ եք ասում, ախպեր ջան, պրոստը շոկի մեջ եմ։ Ասում եմ ձեն չանեմ, ախպեր ջան, ես կարամ ամեն ինչ էլ ասեմ ու կարամ սաղիթ էլ պատասխան տամ, ով եկեղեցուն է կպնում, Տեր Հայրին է կպնում, վեհափառին է կպնում, սենց ասեմ, ձեր լեզվով ասեմ, ով վեհափառին է կպնում, ինքը եկեղեցուն էլ է կպնում։ Դուք իր վարկանիշը եկեղեցու գցում եք տենց ասելով։ Թող ձեր ուղեղը էդի մտնի ու հասկանա։ Ես էլ խնդիրներ ունեմ Եզրասի հետ։ Մենք էլ Եզրասի հետ մոտիկ չենք։ Մենք եթե հիմա որ ասենք, մենք երևի մի 2 տարի մենք Եզրասի հետ մենք խնդիրներ ունենք, բայց ես ոչ մի անգամ այս հարցը չեմ բարձրացնում ու չեմ ասում ու չեմ այդ կոնֆլիկտները սարքում, որովհետև դա սխալ է։
Եկեղեցին մտնում է եկեղեցի, իրանք ունեն իրանց ձևը, եթե ինքը ինչ-որ մի բան խախտել է, ոչ բարով վարչապետ ես, կարաք դուք հանդիպեք ինչ-որ ձևով դուք խոսակ։ Ես համոզված եմ, որ հաստատ եկեղեցական հայրերը ձեզ պատասխանը կտան, կասեն ես մեր գործն է, կամ էքսիժյոնը մենք ես գիտենք, կամ ինչ-որ հարցեր կա, այդ հարցերը կլուծեն։ Բայց այն, որ դուք հիմա այս ձևով եք ներկայացնում, Սերժին հանեցիք, ում բերեցիք, ոչ բարով Նիկոլին, ինչ եղավ, Սերժին մենք էլ հելենք Սերժ էինք հանում, բայց այս ոչ բարով Նիկոլն եկավ, ու վրոդի ինչ սաղամիջ լավ, հիմա որ ուզում եք բանին հանեք, վեհապարին հանեք, ինչ-որ ում է, ինչ եք ուզում անեք, ինչ-որ մի խնդիրներ բաներ կա, ինչ-որ բան ուզում եք անեք, թե ինչքան կարաք պախարակ եք անեք, սաղ պախարակ էլ հանել եք, սաղ ազգովի երկրով մեկ ձեր անունը գցել եք, հիմա մնաց եկեղեցին հետ եք ուզում բան անեք, ինչ ասես ասեք, էսի այդ պահով, եկեղեցական պահով եմ ուզում ասեմ, էդի մեկ, թող ամեն անկապ ոչիլ մոչիլ տեղից չելեն ու չասեն ախպեր մենք եկեղեցուն չեք կպնում, մենք վեհապարին եք ուտում, արա քաք եք ուտում վեհապարին եք կպնում, մնացեք ձեր տեղերով, թողը մեկը ձեզ կպնի նոր էս անեք են անեք, ընկել եք մոմա, ծախմանը լավ անում էս անում, բա մոմա ծախում, բա ինչ դուք եք գնալու բան անեք, հոսանքի փող տակ, տակ, բա այդ կառույցը պետք է աշխատի, պետք է գործը գոյատևի, հազարու մի խնդիրներ կա, ես հասկանում եմ, որ այդ խնդիրները պետք է լուծվի, բայց դուք ձեր իրավունքը չկա, դուք վեհապարին բան ասեք, ու աշխարհով մեկ տենց բացարձակ ձևի խնդիրներ կա, գնացեք այդ խնդիրներն ուրիշ ձև լուծեք։ Հետի մեկ, երկրորդ հիմա ասեմ Սամվել Կարապետյանին, էս էլ ինձի հունից հանեց, մեր ընկերոջի հետ խոսում ենք, ախպեր ջան, հիմա ասում ենք, ախպեր, ես ասում եմ, ախպեր, մի հատ մարդ կա, որ կարա այս հարցը լուծի, էդի Սամվել Կարապետյանն է։ Այդ մարդն ինձ ասում ախպեր ջան, իմ ընկերն ասում ախպեր ջան, բայց Սամվել Կարապետյանն էլ ռուսի մարդն է։ Արա ոնց որ գլխիս չեմ անում, տակ ջուր լցեն, սառոջի չեմ ճոկում։ Արա ասում եմ ախպեր ջան, քեզ ավելի լավ է ռուսի մարդը գա, թե թուրքի մարդը գա։ Նիկոլը թուրքի մարդն է, չէ՞, որ ռուսի մարդը չի։ Եթե դու այդքան Նիկոլին դեմ ես, ուրեմն ինքը թուրքի մարդն է, չէ՞։ Բանը չի, դեղ չեմ անում, սունգա թուրքի մարդն է, չէ, թուրք Երդուգանի ատում, մեծ թուրան ազում սարքի, 300,000 ադրբեջանցի ազում բերի, այս ազում են ազում անի, խաղաղություն ազում իբր թե բերի, թուրքի մարդն է, չէ, իբր թե ստից խաղում ասում է այս ռուսի մարդն եմ, ի սկզբանե ոք է ռուսի մարդն, թեթև խաղում էր, ռուսի հետ խաղեր էր տալիս, բայց իտոգում ինքը թուրքի մարդն է։ Կյանքը ցույց տվեց, որ ինքը թուրքի մարդն է։ Հիմա դուք ասում եք ախպեր ջան, մեզ ռուսի մարդը պետք չի, թող մնա թուրքի մարդ։ Ոնց որ թուրքի մարդը ձեզ դարերով ինքը չի ձեզ կոտորել։ Ոնց որ թուրքի մարդը ձեր խաղաղություն բերողն է։ Ռուսները լրիվ խառնողը ախպեր ջան, ու թուրքի մարդը պետք է բան անի։ Հիմա դальше ասում եք ախպեր ջան, ռուսը տվեց էլի Արցախը։ Արանը մի հատ եկեք հասկանանք, ռուսը տվեց Արցախը, թե Նիկոլն ասեց Արցախը Ադրբեջանա։ Նիկոլը չասեց, Նիկոլն ասեց Արցախը Ադրբեջանա, ռուսն էլ ասեց ախպեր դե այստեղ գործ չունեմ անելու որ Արցախը Ադրբեջանա։ Հելավ գնաց։ Ինչ պետք է աներ։ Բա Շայգուն էր ասում էր սպեցօպերացիա, տեսեք Շայգուն ասեց մենք բանում Արցախում արեցինք սպեցօպերացիա, այդ իրանց բանն էր, մածիներ։ Ախպեր ջան, հայ իրանց համար սպեցօպերացիա էր, որովհետև ինքը տեսա որ Ստեփանակերտի ժողովուրդն էթում էր Երևան, դատարկվում էր Ստեփանակերտը, Արցախը դատարկվում էր այն մարդն ինչ արեց, վերտալո տարավ թրծրեց, այս կողմեն կոպճոպճոպ խփեցին, զորքերը բերեց, կողեց, մտրեց, մտավ մեջը, Շայգուն էլ ասեց ախպեր ջան, մենք լավ սպեցօպերացիա արեցինք։ Հիմա ասում եք ախպեր ջան, ռուսները մեզ զենք չտվեց, մենք փողը տվել էինք զենքի, բայց ռուսը փողը զենքը չտվեց։ Հաբախի պետք է անողնաշար կառավարությանը, որ իր սաղ զենքերը հանձնեց Ադրբեջանին։ Այդ զենքներ տարետ էլ հանձնեիք Ադրբեջանին։ Ասես դե որ ես ախպեր ջան, տալիս եմ սրանք չեն կռվում, հանձնում են Ադրբեջանին։ Էլ խերես պետք է տամես զենքը հայերին, նա էլ տանա բանին։ Ադրբեջանին։ Հո ոչխար չի, կռինի մարդը կռիվանում, այդ հիմա կռիվանում։ Կամ որ բանը
Նիկոլը առնում էր այդ սուերը, կարողա չգիտեր, որ այնտեղ բաներ չկար, ռակետներ չկար։ Կամ այդ որ սաղ դրեցին, քանդեցին բանակը, միջև պատերազմ սկսվել է իր համակարգներով, բաներով, ռուսը քանդեց։ Ռուս, արա ռուսամոլ եք ընկեր, ռուս, սպանիկ թողիկ, ռուսը, աղբետ ջան։ Ինձ էլ ինչ գցում եք այնքան որ Ռուսաստանից եմ խոսում, ռուս, աղբետ ջան։ Հա դե ռուսը։ Ու ամենահետաքրքիրն է աղբետ ջան, որ այդ մարդիկ ապրել Ռուսաստանում, ու Ռուսաստանից ասում են աղբետ ջան, բայց ռուսի մարդն է Սամվելը։ Աղբետ ջան, դու բախ ես ապրում Ռուսաստանում, վատ է ստեղ, ասում եմ, չէ, ստեղ լավ է։ Բա որ լավ է ես ռուսին անուն դնում։ Գնա աղբետ ջան, Թուրքիայում ապրի, այդքան շատ ես ուզում, Էրդողանի հետ, Ադրբեջանում գնա ապրի։ Հենա Ադրբեջանա սարքում բանը Նիկոլը, Թուրանա բերում, այդ Թուրանա սարքում։ Ասում եմ, ինչ վատա մեծ Թուրան որ լինի, ինչ վատա, իրա ինքն ասում, աղբետ ջան։ Ասում եմ, թող թուրքերը գնան, թող գնան։ Ռուսն ասում է ջան, ես գամ աղբետ ջան, իմ Արցախը ձերը կլինի, Ստեփանակերտը ձերը կլինի, միա ճանապարհ ասենք ես այնտեղ կոնտրոլ կնեմ, ոնց որ Իրանից են մտնում Հայաստան, տեցել ընես կդնեմ ես, կոնտրոլը կանեմ, ոչ կմտնեն, ոչ հսկողություն կլինի աղբետ ջան, դու որ ոչխարի գլուխ ես չես կարողանում հսկես, ես կհսկեմ։ Էն էլ ասես չի աղբետ ջան, ռուսը պետք է չգա մտնի Սյունիք։ Ավելաբա թող թուրքերը գան, մտնեն, այդան մտնեն կգան։ 300,000 թուրքեր կգա կմտնի, վաղը չեմ շուտ մի հատ թուրքերը կգան կասեն, արմյանշկա մի հատ քֆուր կանեն, դու մի հատ պատասխան կտաս, կդնեն ինչ-որ մի կռիվ կսարքեն, դու թուրքերը կգան կմտնեն, կասեն աղբետ ջան, դուք ստեղ մեր ժողովրդի փոքրամասնությանը նեղում եք, մենք ստեղ զորքերը պետք է լինի, ու վсё, ու դուք թքիկ։ Չնայած դուք չեք թքի, դուք կայֆավատ կստանաք։ Ռուսի մարդ եկավ, աղբետ ջան, ռուսի սապոգի տակ չմտնենք, ռուս։ Արա ինչ եկել է Նիկոլը, ստեղ ռուսի հետք չկա աղբետ ջան, սաղ դուք եք անում աղբետ ջան, պահի աղբետ ջան, դու ես պահի։ Ռուսին մի բան ես ասում, թուրքին մի բան ես ասում ու դու լրիվ քակ մեջ ես անում։ Դու քո սահմաններդ պահի, դու քո հողդ պահի, ոչ մեկին անուն մի դիր։ Ընկել եք ռուսամոլ եք եղել, 1001-ին էլ բան եք անում, արդեն լրսացավ եք սարքել, լրսացավ։ Սա ամենա ողբերգելին է նա աղբետ ջան, որ Նիկոլը թուրքի մարդ է, իրան ռսի, ես հասկանում եմ, ստեղ խաղեր կան, ԱԾ-ի հետ, ԱԾ-ն դե լրիվ ոտից գլուխ հերնանից էս երկիրը քանդեց տվեց, չես իմանում ԱԾ-ն ում ազգային անվտանգության շահերն է պահում, մեր թե ուրիշ երկրի։ Իհարկե այդ ազգային անվտանգությունը չեմ անում հիմա ստեղ իրանք ծառայելով որ երկրի հետ, մոմ չեն բռնել Թուրքիայի հետ, թե Կրեմլի անգլոսաքսերի գծի հետ, բայց հանձնում են մեր շահերը։ Բայց այն որ պատրաստի որ Նիկոլը Էրդողանի մարդն է, 2 օր առաջ գնացել Էրդողանի առաջ, այսինքն այն մանգլավիկներին իրար կողքը կանգնացրել էին, այդ էլ իրան շպիոններն են, ցանթաս մեսի շտիրլիս տայսեն այն, այսինքն այդ լրիվ իրան շպիոններն են, որ Թուրքիայում են սովորել, Թուրքիայից են ես լրիվ այդ գնում։ Սաղ ամեն ձև Թուրքիայի հետքերն են, Թուրքիայի ականջներն է, երևում դուք ընկել եք ռուսի մարդը չգա։ Դե թող էս հեծնել վերցնեն, տան թուրքերին, էլ ինչը վերցնեն։ Սաղ դնեն անեն աղբետ ջան, դուք էլ կայֆավատ լավ ապրեք թուրքերի հետ։ Եթե ձեզ էտի դուր է գալիս, դուք թուրքացման նետում եք, ինձ էտի դուր չի գալիս։ Եթե դուք ուզում եք չպայքարեք էթակ թուրքացման, ես պայքարել եմ ու չեմ էթալու թուրքացման։ Հասկացեք, այս տարբերությունն է դա։ Կա պայքարող տեսակ, կա չպայքարող տեսակ։ Կա որ ամեն ինչը դզում աղբետ ջան, դե լավ Նիկոլն է ինչ ասում, հայրն անում, փող է տալիս, էս անում, ստեղ պարզ երևաց աղբեր, Սամվել Կարապետյանն եկավ, իրակատեսը ոնց Նիկոլը վախեցավ, ոնց ինչ խառնվավ իրար աղբետ ջան, որովհետև ռեալնի ուժը տեսավ, վտանգը տեսավ։ Հիմա ինքը Սամվել Կարապետյանին եթե բռնի նստացնի էլ, մի տարով էլ նստացնի,
ինչ թվալիա որ այս շարժումը կանգնացնելու է։ Ես այս շարժման ամենասկզբից ասել եմ, եթե Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանը համար վտանգավոր մարդ է, ինքը բանտում կրկնապատիկ, տասնապատիկ է վտանգավոր լինելու Նիկոլի համար։ Այդ ես հաստատ եմ ասում։ Եթե դաժե Նիկոլը Սամվել Կարապետյանին չբռներ, բան չաներ, կարող է որ միզեր ասենց սարել այս ամեն ինչը գնար, այս խոսակցությունները։ Բայց այս ամենը որ Նիկոլը սկսեց, տեսնում եք ինչ ուժ է ստանում, ու գնալով այս ուժ ավելի ուժեղանում, ուժեղանալու է։ Ասում եմ, Սամվել Կարապետյանը 10 տարի էլ նստեց բանտում, թվում է թե այս ձեր համար բան չէ, Ռոբերտ Քոչարյան չի, որ նստացրեց ու ամենից սարելու, բան կորելու գնալու է, աղբե ջան։ Եկա կա սիստեմ աշխատող, մարդիկ կան աշխատող, գլուխներ, ուղեղներ կան աշխատող, որ աշխատելու են այս ուղղությամբ։ Իմ ասածս այսօրվա եթերն է դա, որ չփորձեք վեհապարին կպնեք, որովհետև վեհապարին կպնելով դուք եկեղեցուն եք կպնում։ Ու պետք չի ձեզ ապուշի տեղ դնել ու ասել, ախպեր մենք եկեղեցուն չենք կպնում, մենք վեհապարին ենք կպնում։ Դա նույնն է, ախպեր ջան։ Վեհապարն ես կպնում, ուրեմն եկեղեցուն ես կպնում։ Հարցեր կան լուծել, ուրիշ ձև կարաս այդ հարցերը լուծես, բայց ոչ վեհապարին դրես փալասի պույշ խոսք ասես, պորնիկով, բանով ամեն ինչով ասես, մոմփելով, ինչ ասես, ասես ես եկեղեցուն չեմ կպնում, ես վեհապարն եմ կպնում։ Արա որ դու ապուշ ես թվում է, թե մենք էլ ենք ապուշ։ Դա մեկ եւ երկրորդը ովքեր որ ռուսամոլով սենց վախեցած ախպեր ռուսամոլ ռուսը մեզ էս տա դրեք փաստերով նայեք տեսեք ախպեր ջան ռուսը տվեց այս ամեն ինչը ռուսը ինքը իր խնդիրներն ունի ռուսը պարտավոր չի ձեզ պաշտպանի էսանի այնանի բայց եթե ռուսը քեզ բարձր հարցերա դնում ասում ասես պետք է լինի, պետք է լինի իզնաչալն ինքը ասում էր ախպեր ջան այդ որ պետք է տայր այդ քանի հողերը դուք ակուրատն ես ամեն ինչն անեք հիմա էս մենք էս քաքերի մեջ չէինք ընկնի ձեզ տվել է թուղթն ասում էր ախպեր ջան էս մեր սահմանակիչները պագրանիչները կկանգնեն, խի որ պագրանիչները Իրանում էլի եմ ասում կանգնած են ինչ-որ մի բաներ, փոխում ինչ-որ մի վատ բաներ Իրանում կանգնած էին պագրանիչները, կամ որ պագրանիչները կանգնած են զվարթնոցում ինչ-որ վատ բաներ ինչ-որ ելնում։ Դե չէ ախպեր ջան, հեսա ուզում եք թուրան սարքեք, գնան գան, 300,000 մարդ գան ապրեն։ Ձեզ իզնաչալն ախպեր ջան, որ Նիկոլը գալիս էր Արա Աբրամյանը, դրինք Արա Աբրամյանին ինչ ասեցինք ախպեր ջան, շատ մարդիկ դրիվ այս սցենարը նայեք այդ վիդեոները կան, իզնաչալնի Արա Աբրամյանը դրեց ասեց ինչ եղնելու, ոնց եղնելու, Միրաններ, Անդրանիկ Միրանյաններ, ոնց էր չեմ ասում այդ մարդու անունը, դրեց լրիվ չոտկաս մախպետի մի հատ գարաժի կոոպերատիվ չի կարա Նիկոլը կառավարի դուք երկիր եք տալիս կառավարում, դրեցին այդ մարդիկ չոտկի լրիվ ասացին, ես եղնելու պատերազմ եղնելու, ասա մենք ասում ենք, այս ինչ եք խոսում, բայց այդ մարդիկ դրեցին լրիվ չոտկի ասեցին, ռուսի մարդիկ դրեցին ձեզ լրիվ չոտկի ասեցին, դուք հիմա ասում եք ռուսի մարդն է գալիս։ Եթե ռուսի մարդը չգա, թուրքն էլ դնի ձեզ ոտից գլուխ ինչ ուզենա անի։ Ես ասում եմ, դուք այն մարդիկ ովքեր ուզում են թուրքի տակ եթան, իրանց գործն է, իսկ իմ գործս պայքարելն է։ Այսքան բան։ Լուսնել կտրվավ։